Նվեր ստացող մարդու շնորհակալությունը նվեր տվողին դրդում ու մղում է, որպեսզի նա նոր նվեր տա, որը կլինի ավելի մեծ, քան թե առաջին նվերն էր։ Այսինքն, երբ որ նվեր ստացողը իր ստացած նվերի համար, լինի դա փոքր նվեր, թե մեծ նվեր, շնորհակալություն է հայտնում այն մարդուց, ումից որ ստացել է այդ նվերը, ասենք երեխաները իրենց ծնողներից են նվեր ստացել, կամ մենք նվերներ ենք ստանում ամեն օր մեր Տեր Աստծուց, մեր շնորհակալությունը, որ արտահայտում ենք մեր սրտով, մեր բերանով, մեզ տրված խոսելու ունակությամբ, դա մղում է նվեր տվողին ավելի մեծ նվեր տալու մեզ։ Սա հոգևոր մի օրենք է, որի մասին խոսում են եկեղեցու հայրերը, եւ եկեղեցու շատ հայտնի եւ սիրված հայրերից Սուրբ Իսահակ Ասորին ասում է, որ երբ որ դու նվեր ես ստանում եւ նվերի համար շնորհակալություն չես հայտնում, դու դառնում ես անազնիվ մարդ, որովհետեւ դու թաքցնում ես քո իրական զգացումը, չէ՞ որ մարդիկ նվեր ստանալուց ուրախանում են, ու երբ որ դու այդ շնորհակալությունը չես ստանում այդ շնորհի համար, որ դու ստացել ես, դու դառնում ես անազնիվ մարդ։ Սիրելի բարեկամներ, սա նվերի օրենքի կարևոր այդ հոգևոր ասպեկտն է, որ մենք պետք է լավ իմանանք եւ սովորեցնենք մեր զավակներին, որ իրենք փոքր տարիքից սովորեն փոքր բաների մեջ շնորհակալություն հայտնել իրենց ծնողներին։ Բայց այստեղ նաեւ մեծ դաս կա եւ երեխաների եւ մեր ծնողների համար։ Այս մասին մի շատ կարևոր բան ասեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որի մասին հաճախ չի խոսվում։ Ինքը այսպեսի մի հոգևոր օրենք բացահայտեց, ասեց. փոքր բաների մեջ հավատարիմը մեծ բաների վրա էլ հավատարիմ կլինի։ Իսկ փոքր բաների մեջ ով որ հավատարիմ չի, նրան չի վստահվի մեծ բաներ, որովհետև նա մեծ բաների մեջ էլ չի կարող հավատարիմ լինել։ Եվ եթե մենք փոքր նվեր ենք ստանում, ասում ենք դա փոքր բան է, եւ շնորհակալություն չենք հայտնում դրա համար, ապա մեզ չի վստահվի մեծ նվերներ, որովհետև մենք թաքցրեցինք մեր իրական զգացումը փոքր բաների մեջ։ Հիմա տեսեք, այսօր առավոտ է, լույսը բացվել է, շատերն արթնանում են ու գործի են գնում, առանց մի հատ աղոթք ասելու, առանց մի հատ շնորհակալություն հայտնելու, թե Տեր Աստված, շնորհակալություն, որ ինձ հարություն տվեցիր այսօր առավոտ, որովհետև գիտեք, արթնանալը դա հարության պես բան է։ Ես մի քիչ առաջ խոսում էի իմ աղջկա հետ, եւ մենք խոսում ենք, ես ասացի, այմա դու գնալու ես քնելու ես եւ առավոտյան քեզ ով արթնացնելու, զարթուցիչն արթնացնելու, ու ասացինք, որ ոչ, զարթուցիչը չի արթնացնելու, արթնացնում է Տեր Հիսուս Քրիստոսը, որովհետեւ մենք արթնանում ենք, որովհետեւ Տեր Հիսուսի կամքն է, որ այդ օրը արթնանանք։ Եվ առաջի բանը, որ մարդը պիտի անի, երբ որ արթնանում է, ասի, փառք ես Տեր Աստված այս լույսի համար։ Շնորհակալություն այս լույսի համար, շնորհակալություն, որ եւս մեկ օր տվեցիր քո լույսը տեսնելու եւ եւս մեկ օրվա հնարավորություն տվեցիր ապաշխարելու եւ ավելի լավ մարդ դառնալու, որովհետեւ ես գիտեմ, որ ես այն չեմ, ինչ որ դու ուզում ես, որ ես լինեմ։ Գիտեք, երկու տեսակի լույս կա, որի մասին մենք աղոթում ենք եւ ճանաչում մեր հայրաքելական եկեղեցու ժամերգությունների մեջ։ Առաջինը դա այն տեսանելի լույսն է, որ մենք տեսնում ենք։ Այդ տեսանելի լույսը տրված է եւ տեսնում են Աստուծո բոլոր արարածները։ Արևը ելավ, տեսանելի լույսը տեսանք։ Բայց կա նաեւ իր իմանալի լույսը, որը իր պատվիրանների իմանալի լույսն է, որովհետեւ Աստուծո պատվիրանը իմանալի լույս է մեր բոլորի համար։ Ճանապարհ է այս խավար աշխարհի մեջ, ճանապարհ է այս խորթուբորտ սարեր ձորերով գնացող աշխարհի ու կյանքի մեջ, որ մեզ հասցնում է բարի նավահանգիստ։ Ուրեմն որ առավոտ ելավ մարդը, առաջի գործը պիտի աղոթք լինի։ Ու այդ աղոթքը պիտի լինի օրհնության աղոթք, այդ աղոթքը պիտի լինի օրհնության եւ շնորհակալության աղոթք, Աստուծո անունը փառաբանելու աղոթք, որ փառք ես Տեր Աստված մեր, որ եւս մեկ օր տվեցիր ապաշխարելու համար, փառք ես Տեր Աստված քո լույսի համար, օգնիր, որ այսօր քո լույսի մեջ քայլենք, հեռու պահիր մեզ մեղքից, ավելացրու մեր հավատքը, մեր հույսը, մեր սերը, մեր համբերությունը, մեր հեզությունը, մեր խոնարհությունը, մեր երկյուղացությունը քո նկատմամբ։ Սիրելի բարեկամներ, եկեք սովորենք ու մեզ ինքներս վարժեցնենք ամեն ինչի համար շնորհակալություն ասենք մեր Տեր Աստծուն եւ այնպես անենք, որ այդ շնորհակալությունը հանկարծ կիսատ չլինի, որ չլինի, որ երբ որ Աստված մեզ մի բան է տալիս, մենք դրա համար շնորհակալություն ասենք, բայց չլինի, որ
Ներողություն, ես սխալ ասացի։ Երբ որ Աստված մեզ մի բան է տալիս, մենք դրա համար պետք է շնորհակալություն ասենք, բայց չլինի հանկարծ այնպես, որ երբ որ Աստված մեր մեջ մի հատ վատ բան է տեսնում, ասենք ուռուցքի պես մի բան, ու կտրում, հեռացնում է մեզանից, որովհետև դա վնաս էր մեր համար, չլինի, որ մենք հանկարծ մոռանանք այդ բանի համար մեր Տիրոջը շնորհակալություն ասելու, որովհետև ամեն անգամ, երբ որ մենք փոքր բանի մեջ շնորհակալություն ենք հայտնում մեր Տեր Աստծուն, մեր երկնավոր Հորը, մեզ տրված նվերների համար, դա նրան մղում է, դրդում է մեզ նոր նվերներ տալ, որոնք ավելի մեծ են, քան թե առաջին նվերը։ Սա շատ կարևոր հոգևոր օրենք է։ Խնդրում եմ, եթե այս բանը ձեզ օգտակար եղավ, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, դրեք թող ձեր երեխաները լսեն այս բանի մասին իմանան, եւ եթե ուզում եք, միացեք մեզ Telegram-ում, մեր Telegram-յան ալիքը կոչվում է Աստվածաշունչն ամեն օր, որտեղ հազարավոր հայ մարդիկ ամեն օր միասին կարդում են Աստվածաշունչը։ Telegram-ում փնտրեք Աստվածաշունչն ամեն օր եւ կտեսնեք այդ ալիքը։ Աստված օգնական եւ բարի օր բոլորիս, եւ եկեք բոլորս մեր սրտերի մեջ դնենք եւ մեր երեխաներին էլ սովորեցնենք, որ ամեն մի փոքր բանի մեջ սովորենք շնորհակալություն հայտնել նվեր տվողին։ Լինի դա մեր ծնողը, լինի դա մի օտար մարդ, եւ ամենաառաջինը լինի դա մեր Աստված, որին փառք հավիտյանս հավիտենից ամեն։